Սիրելի հետևորդներ ջան, բարի կեսօր, Գարունը եկավ, ողջույն Գարուն, իր հետ բերեց ծիլուծաղիկ ու բուսականություն, ինչ եմ անում այսօր, մեր ամենահամով ուտեստներից մեկն եմ պատրաստում, հապա, բազուկի ճավ սիրողներ, հավաքվեք, անցնենք գործի, սկսենք պատրաստել, ինչ եմ անելու, իրանց մի հատ լավ տեղին մաքրելու եմ, խաշեմ, իհարկե լվանալուց հետո ու շարունակենք։ Ինչպես եմ մաքրում, տերևներն առանցին, թեկուզ ձեռքով էլ այստես, արագ, սիրուն, կտրտում եմ սիրելի հետևորդներս, որ եփվելու ժամանակ էլ ինքը լավ լինի։ Այնուհետև, եթե ուզում ենք այսպես գլխով մնա, իրան այսպես սիրուն մաքրում ենք, եթե ոչ, կտրում ենք ու արդեն միանգամից ձողիկների բաժանում մեր նախընտրած չափով։ Հիմա կադրից դուրս մաքրեմ, լվանամ, ջուրը դնեմ եռա ու շարունակենք։ Սիրելի հետևորդները, մաքրել եմ, վերջացրել եմ, լավ տեղին, ոնց պահանջվում է, լվացրել եմ, դիմացներ, տեսնում եք, որ ընթացքում է, ինչի եմ սենց մասնատել, քանի որ իրանք այս ցողունի մասերը, սիրելի հետևորդներս, ավելի երկար եփած չէ պահանջում, դրա համար հեսա իրանց առանձնացրել եմ, կտրտել ու դրել եմ, որ եփվի։ Մի 3 րոպե եփվելուց հետո, որ արդեն հասնի al dente վիճակի, կավելացնեմ տերևները ու միասին կքամեմ։ Ահա, սիրելիներ ջան, այստեղ պատրաստել եմ առատ սոխարեց, կտրտել եմ սոխ, կտոր կարակ, բայց որպեսզի կարակը չվառենք, ովքեր ինձ շատ շուտ բանից են հետևում, գիտեն, որ ես իմ սոխարեցը նման ձևով եմ պատրաստում։ Այստեղ պատրաստել եմ սխտորմածուն, որ անուշանենք, այստեղ էլ արդեն իսկ եփվել է, վերջացել, ինչ եմ անում, ցամքոցի մեջ քամում եմ, այ հենց այսպես քամեմ, ահա, անմիջապես սառը ջուր եմ վրան ցողելու, հենց այն, մինչև սոխարեցն էլ կլինի, ահա, այ հենց այսպես, ինքը հասցրել, լավ տեղին սաղի, թողենք քանդի։ Ուրեմն սիրելիներս անուշ բույրը սոխարեցի, տարածվել է ամբողջ տնով մեկ, եկեք մոտեցնեմ ու սկսեմ իմ գործողությունները, կարակ, հուսայուղ ու սոխ, մի քիչ աղանց անում, որ ավելի համովանա, մի հատ լավ խառնում եմ, այնուհետև արդեն իսկ ավելացնում եմ բազուկը, շիրելի հետևորդներ ջան, ավելացրեցի, լավարեցի, իրան փոքրիկ գնդիկների եմ վերացել ու այսպես ասած լավ քամել, որ ջրից զուրկ լինի։ Հիմա ինչ եմ անում, բարձավոր աղել եմ անելու։
եմ անում, ծածկում եմ, սպասում եմ մի քիչ տապակվի, սիրելիներ ջան, այնուհետև շրջում եմ մյուս կողմի վրա։ Ահա, սիրելիներս, այստեղ փոքրիկ նրբություն էլ կա, հուսով եմ դուք ինքներդ էլ նկատած կլինեք, երբ որ կանաչին պատրաստում ենք կարագով, ինքը գույնը մի քիչ, այսպես ասած, խամրած է լինում, իսկ երբ որ կանաչին պատրաստում ես միմիան բուսայուղով, ինքը լավ, սենց փայլուն հաճելի տեսք է ունենում, իսկ իմ մոտ տեսակ, որ ես պատրաստեցի կարագ բուսայուղ տարբերակով, քանի որ այդպես շատ համով է։ Շարունակենք լցնել ու աննշան է այնքան համով է բուրում, այնքան աննշան բուրում, որ այս գարնանորով բոլորիդ հավեսի եմ չէ բերել, որ բոլորիդ ախորժակի, այսպես ասած, բացումն եմ անում, այստեղ ունեմ տնական կամպոտ, վարունգի թթու, մի խոսքով սրանք այլ նպատակի համար են, կոմպոտը միգուցե փորձեմ, այստեղ էլ ունեմ սխտոր մածուն, իմ մերած մածունն է, դե, ինչ ասեմ, եկեք աննշանենք, իսկ ես ձեզ էլ ստեսություն ասեմ, ու եթե դուք էլ եք այս պահը հացուտում, ձեզ էլ բարի ախորժակ, սիրելի հետևորդներս։ Ընտիր, համով ու կարևորը վիտամիններով հարուստ։ Չենք մոռանում լայքերի մասին և մի հաճելի գրառում անելու մասին։ Ձեր ասում եմ առայժմ կհանդիպենք մի որևիցե համեղ բաղադրատոմսով։